Հայաստան տարբեր գրասենյակներում եւ շուրջ 14 արդեն գնալով մարդկանց քանակը ավելանում է եւ չեն կարողանում ուղղակի հաշվի պահել շուրջ այս բանին արդեն շուրջ 14 անձիկ բերման են ենթարկվել առավոտվանից փորձում ենք ճշտել թե այդ անձինք որտեղ են տարել ինչ կարգավիճակով ինչի համար որևէ ձևով ինֆորմացիա մեզ չի տրվում նաև նշեմ որ առավոտյանից փորձում ենք հակակոռուպցիոն կոմիտեի մուտք գործել շենք փորձել իրականացնել մեր վստահողների պաշտպանությունը սակայն մինչև այս պահը դարձյալ արգելվում են մեր մուտքը եւ չեն թողում որպեսզի մենք բարձրանանք իրականացնենք անձանց պաշտպանություն չեն կարող ասել, որովհետև նորից եմ ասում, որևէ տեղեկություն չունենք, ինչի համար են անձանց տարել, ինչ մեղադրանքով, ինչ կասկածանքով եւ դարձյալ քիչ առաջ փաստաբանը որոշակի ճշտեցինք որոշ տարբեր միջոցներով վստահողներից մեկը գտնվում է այսպայն այս շենքում, իրականացնում են հարցաքննություն, նրա հարազատները դիմել են փաստաբանին, որպեսզի գնա մասնակցի իրականացնի պաշտպանություն, սակայն դարձյալ արգելում են փաստաբանի մուտքը, որպեսզի նա բարձրանա եւ տարական իրավական օգնությունը ցույց տա։ Անձը իրավունք ունի հարցաքննվել փաստաբանի պաշտպանի ներկայությամբ, դա եւս արգելվում ու խոչընդոտվում է։ Համատարած խախտումներով համատարած խոչընդոտներ են ստեղծում եւ այս բան տարական իրավունքներն են ոտնահարվում պաշտպանում ունենալու իրավական օգնություն ստանալու իրավունքը։ Այսինքն այդ 14 անձանցից միայն մեկն է այստեղ։ Ոչ միայն մեկ, այլ մի քանի անձանց արդեն փորձել ենք մեր տարբեր ճանապարհներով ճշտել։ Ես չեմ կարող կոնկրետ ասել, թե բոլորն էլ այստեղ են։ Հնարավոր է մի մասը այստեղ են, մի մասը անհայտ ուղղությամբ այլ վարչական շենքում որևէ տեղեկություն չունենք, պաշտոնական չգիտենք ով որտեղ է, որպեսզի կարողանանք իրականացնել այդ անձանց պաշտպանությունը։ Այն մարդկանցը, որտեղ բարեգործության Այս բան ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ մեղադրանքով են անձանց ձերբակալել, բերման ենթարկել, որ չեմ կարող պաշտոնապես հայտնել։ Ցանկացած բան կարող են ասել, ցանկացած իհարկե ընդունված է, ինչպես տեսնում ենք, համարյա բոլորը բերման ենթարկվածներին, ձերբակալվածները մեկ մեղադրանք բարեգործության արգելք են իբր խախտում, իբր ընտրակաշարք են բաժանում, իբր այսպես կոչված պայմանավորություններ են ձեռբերում։ Լավ, այդ ո՞րն է հանդիսացել այս անգամ։ Նախորդը ենթադրենք ձայնագրություններ հրապարակել է, հակակոռուպցիոն այս անգամ։ Ես տեղեկություն չունեմ, ես նորից եմ կրկնում, որ հայտնի չի թե տանձին ինչ կասկածանքով ինչի